խոսենք Ռոման Երիցյանի հետ, փաստաբան, Տիգրան Ուլուբաբյանի փաստաբանը, այս կողմ կկանգնեք պարոն Երիցյան։ Պարոն Երիցյան, դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին նախ խոսենք եւ հետո Նախքան դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին խոսելը կամ քննչական որևէ գործողության մասին խոսելը, ես խնդրում եմ բոլոր լրագրողներին արձանագրեն, ինչքան մարդ կա հավաքված այս տարածքում եւ ինչքան պարեկային ծառայողներ կա եւ պարեկային ծառայողները կարծես թքած ունեն նրա վրա, որ ճանապարհին մարդիկ անցնում, գնում, գալիս են եւ որևէ մեկը մեր անվտանգությունը չի պատրաստվում ապահովել։ Այսինքն, հեսա քիչ հետո երևի ինչ որ մեկը ավտոմեքենայի տակ կանգնելու, բայց ոստիկանական ծառայողների համար սա կարծես նորմալ երևույթ է, նորմալ է, որ այսքան մարդիկ հավաքվել են, նորմալ է, որ ճանապարհի երթևեկությունն է խոչընդոտում կամ մարդկაც անվտանգությունն է կասկածի տակ դրվում, որևէ մեկը ճանապարհը փակել չի պատրաստվում։ Իսկ եթե այսօր ինչ որ իշխանական քարոզարշավլներ ստեղ վստահեցնում են, որ ճանապարհները փակած կլինեին, դեռ 200 մետր հեռավորության վրա էլ ոստիկանները անվտանգություն կհսկեին։ Պարոն Երիցյան, անդրադառնալով թեմային եւ պահանջին քննչական կոմիտեից նաեւ դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին, որովհետեւ Տիգրան Ուլուբաբյանը չնշեց մանրամասներ։ Մինչ այս պահ մեզ հրապարակային հասանելիություն չունենք այն վերաբերյալ, թե ովքեր են այն ոստիկանները, ովքեր Տիգրան Ուլուբաբյանին ենթարկել են խոշտանգման։ Այս պահի դուրսությամբ այդ թվով 6 ոստիկանի տվյալները պարզ չէ։ Պարզ են ընդամենը 2 ոստիկանի տվյալներ, որոնք պարզել ենք մեր նախաձեռնությամբ։ Այսինքն մենք ենք իմացել ովքեր են այդ 2 ոստիկանները։ Եվ այստեղ ըստ ինձ ավելի կարևոր չէ Տիգրան Ուլուբաբյանի բժշկական տվյալները, որքան ոստիկանների բժշկական տվյալները։ Մասնավորապես ես նշել եւ նշում եմ, առաջին հերթին պետք է պարզեն ովքեր են այդ 6 ոստիկանները, եւ ոստիկանների նկատմամբ պետք է նշանակվի դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզվի ոստիկանների ձեռքերի կամ ոտքերի վրա բռնություն գործադրելու հետքեր կան, թե չկան։ Այսինքն կա ինչ որ փաստեր վկայող է մասին, որ ոստիկանները օր առաջ կամ օրեր առաջ որևէ մեկին ծեծի են ենթարկել։ Այս տվյալները մի քանի օր հետո ոչնչանալու է եւ այլևս հնարավոր չի լինելու պարզել այդ անձիկ իրոք կապ ունեն թե կապ չունեն։ Մինչեւ հիմա Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ միայն նշանակվել փորձաքննություն, բայց դե փորձաքննության տվյալները այս պայմանությամբ պարզ չեն։ Ոստիկանների չբացահայտման հետ կապված դուք ինչ ենթադրություն ունեք։ Ինչով է բացատրվում այս ամեն ինչը։ Պասիվ նախաքննությամբ իլայի վերաբերմունքով խոսում այն մասին, որ դուժողը ինչ որ անօգնական վիճակում գտնվող ինչ որ արցախցի է, խոսում այն մասին, որ դեպքը խոշտանգման դեպք է, այլ ոչ չգիտեմ ինչպես ինչ դեպք, որ քննչական կոմիտեի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Այսինքն հետաքրքրության բացակայությունը ցանկացած նմանատիպ այլ դեպքով, այ օրինակ ես ձեզ հիշեցնեմ խնձոր նետելու դեպքը։ Գիշերվա ժամը 6-ին Ալբերտ Արստամյանի ընտանիքի բոլոր անդամները արդեն գտնվում էին ոստիկանությունում։ Անկախ նրանից կապ ունեն, կապ չունեն։ Կամ իշխանության յուրացման դեպքը, երբ որ 1 ժամվա ընթացքում խուզարկություն, ձերբակալում, կալանավորում։ Ստեփանակերտի քաղաքապետի դեպքը, երբ որ մի անգամից հետախուզում հայտարարվեց, մարդը փնտրվեց, գտավ, ձերբակալեցին, կալանավորեցին, հասցրին ուղիչ հիմնարկ։ Պարոն Երիցյան, դուք միտում եք տեսնում հենց արցախցի լինելու հանգամանքը։ Ես իմ համար այնքան չէ արցախցի լինելու հանգամանքը, որքան դուժողի անօգնական վիճակում գտնվելու հանգամանքը 1 եւ երկրորդով բուն խոշտանգման դեպքը։ Խոշտանգման դեպքերով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ցուցաբերում է թքած ունեն վերաբերմունք։ Պարոն Երիցյան, իսկ փաստաբանի ձեր պրակտիկան ինչ է ցույց տալի։ Արցախցիները հաճախ են բախվում իրավունքի նման 2023 թվականի նոյեմբեր ամսից փաստաբանական գործունեություն եմ ծավալում Հայաստանի Հանրապետությունում եւ այս ընթացքում առնչվել եմ Արցախցուն խոշտանգելու 30-ից ավելի դեպքերի։ Բավական է վկայակոչեմ ամենավերջին դեպքը, երբ որ Չարենցավանի ոստիկանության աշխատողները էլի կրկին դաժանցեցի են ենթարկել Արա Օհանյանին, կրկին մարտունու բնակիչ, նշելով, որ վերջինս պետք է իր վրա վերցնի ինչ-որ չկատարված գողություն եւ վերջում էլ քննչական կոմիտեի նախաձեռնված վարույթը ավարտվել է վարույթ կարճելու որոշմամբ ապացույցների անբավարարության հիմքով։ Ինչու ապացույցների անբավարարության հիմքով, որովհետեւ վարույթ նախաձեռնում են 5 օր հետո եւ միակ քննչական գործողությունը, որ կատարում են, դա դուժողի հարձակումն է, ուրիշ ոչ մի բան։ Շնորհակալություն։ Պարոն Ստեփանյան։